Կխնդրեմ ասեք նամակի բովանդակությունը և ինչ ակնկալիքներ ունեք դեսպանից, արդյոք ձեր մտահոգությունները նրա արձագանքը կփարատի, եթե իհարկե լինի արձագանք։ Ճիշտն ասած շատ քիչ եմ հավանականությունը համարում, որ կարձագանքեն, որովհետև իրենց եւ եվրոպական կառույցների, իրենց լռությամբ, իրենց հովանավորչությամբ այսօր Հայաստանում տեղի ունենում են քաղաքական հետապնդումները, ընդդիմադիր գործիչներին լրացնում են, իրանք անհնար է այդ ամեն ինչը չտեսնեն ու իմ նամակով միայն դա իրանց հասնել։ Իմ կոչը, իմ նամակը եղել է զուտ պատմության համար, որ ֆիքսվի, թե ինչ է կատարվել ու թե ինչպիսի չեմ ուզում բառ ընտրել, որը որ կարող է հետո համարվել վիրավորական, բայց ինչպիսի լռությամբ են իրանք այդ ամեն ինչը տարել, հանդուրժել, այսինքն եթե մենք խոսում ենք, որ ԵՄ-ն պայքարում է ժողովրդավարացման համար, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, խոսքի ազատության, պաշտպանության համար, այդ դեպքում Հայաստանը չեն տեսնում իրանք ինչ է կատարում, այսինքն իրենք պատմություն իմանալով, պատմության բոլոր բռնապետերին տեսնելով, բոլոր բռնապետերն իշխանության են եկել ժողովրդի ձեռքերի վրա, բացառապես բոլորին, բայց ժամանակի ընթացքում թե այդ իշխանությունից, թե իրանց ներսում եղել այդ հակումները ժողովրդին քիչ-քիչ սկսելու տեսնել ժողովրդին որպես միջոց իրենց իշխանության պահպանման, այսինքն իրանք չեն տեսնում, թե Փաշինյանի իշխանությունը ինչպիսի տրանսֆորմացիա է արդեն բացահայտ ունենում, լկտի ձևերով, արդեն ոչինչից չեն վախենում, ոչ մի արժեք, ոչ մի սրբություն չունեն ու շարունակում են իրենց գործունեություն անելն, ոնց որ հենց այդպես է պիտի լիներ, ով ասել, որ իրանք բռնապետ են, ով ասել, որ իրանք մարդու իրավունքներ են ոտնահարում, ՆԳՆ նախարարներ չէ, թե ով էր Սրբույի Գալյան ներկայացան արտադարձության նախարարներ ասել, որ Հայաստանում կան բանտարկումներ չկան։ Իրանք բոլորն ասում են, որ չկան, այսինքն եթե դու եթերում YouTube-ը ողողված է հայերենքով, YouTube-ը հեղեղված է ֆիլմերով, Վալեն Սիմոնյանը ինքն էլ, եթե չեմ սխալվում, նկարահանվել է նման ֆիլմերում, բաց տեսարաններում, որոնք օրինակ համար ես երբեք չէի դիտի կամ նման բան, այսինքն իրանց այդ արածները համարում են իրանք, որ իրենք սուրբ են, բայց եթե եթերում օգտագործում ես, օրինակ հետույք բառը, որը իրանց է ուղղված, դա համարում են խուլիգանություն։ Տիկին Ավրատելյան, այս ընթացքում մի շարք ուղերձներ եք եղել նաև ԱՄՆ դեսպանատանը համար, ձեր ուղերձով պայքարելու կոչ էին անում, արդյոք արձագանքներ կա և ինչպես եք այդ պայքարի հետագա շարունակությունը պատկերացնում։ Ես կարող եմ իմ մասով միայն ասել այն, որ ես շարունակելու եմ խոսել, որովհետև տեսնում ենք, որ լռությունն անկալվում է որպես համակերպողականության ցուցիչ եւ ես նաեւ կոչ արեցի մնացած հետապնդողների ընտանիքներին, որ իրենք էլ խոսեն, որ իրենց սիրելիների մասին մարդիկ իմանան թե ինչ ծիծաղելի քրեական գործերով են այդ մարդիկ լռեցվում, այդ մարդիկ հայտնվում բանտերում։ Եթե տնային կալանք, չգիտեմ, կամ բանտային կալանքը դա նախաքննությանը չխանգարելու համար արված քայլ, այդ դեպքում ինչի են օրինակի համար մարդասպանության հոդվածով անցնողներին վարչական վերահսկողություն կամ տնային կալանքներ տալիս։ Այսինքն սա անտրողաբար մոտեցում է այս ամեն ինչին, որը որ պատժիչ գործիք է դարձել այս իշխանությունների ձեռքին։ Ընդամենը իրանք պատժում են եթերում իրենց հասցեին ասված ոչ ցանկալի եւ ոչ հաճելի տեքստերի համար, ուրիշ ոչ մի բան։ Դերակցության դեսպանական եք իրականացում, դեսպանքից որևէ աջակցություն, որևէ քայլեր ունեցեք։ Չէ, ես չեմ ակնկալում, որ իրենք պետք է արձագանքեն, որովհետև անհելի եմ կրկնում, որ անհնար է, որ այսքան ժամանակ լինելով Հայաստանի Հանրապետությունում, այսքան մարդկանց լսելով, տեսնելով, իրանք ասային, թե անհնար է, մենք չենք իմացել եւ չգիտենք։ Այս ամեն ինչը պատմության համար է արվում, որ հետո չասեն մենք չենք իմացել, բայց մի բերան ասեիք։ Շնորհակալություն։